Պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է կրկին եթերում, կրկին առիթ կա ստելու և չամաչելու, կասկածելու, բայց վերջում բռնվելու կամ չբռնվելու, տեսնենք այսօր ոնց կլինի, այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր, մարդիկ ովքեր բավականին հայտնի են ձեզ և մարդիկ ովքեր կաստինգով են անցել և շատ շուտով հայտնի կդառնան, Ռոբին կարող ենք բարևել, ինչու՞ չէ, եկեք այսօր բարևենք Ռոբին նաև և խնդրենք, որպեսզի նա էլ բարևի տենցաձևերով ու ներկայացնի իր հյուրերին։ Ողջունում եմ մեր հեռուստադիտողին, ողջունում եմ հանդիսականներին մեզ, ինչու՞ չէ նաև ողջունում եմ քեզ Գարիկ և քո գեղեցկուհի հյուրերին։ Ծափարենք մենք բոլորս ներկայացնեմ իմ հյուրերին։ Ուրեմն ինձանից ձախ նստած է կաստինգային փուլը դեռ շուտ է։ Խնդրում եմ, մի հատ էլ արեք, այդի պահեք իմ ներկայացնելուց հետո։ Ինքը լավ շարժում էր։ Կամ դա արդեն դուք արեցիք, մատ ուրիշ բան մտածեք հիմա ընթացքում։ Կաստինգային փուլը 7000 միլիոն հոգուց անցած եւ այստեղ հայտնված նորաստեղծ թիվը է 7000 միլիոն։ Այո, մասնակիցներից է ապագա դերասանուհի, վերջին կուրսում է սովորում Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի, բարձր ծափարում ենք Էլիզա Համայակյանին։ Մյուս մասնակիցը արդեն ոչ թե սկսնակ դերասանուհի է։ Նա ոչ սկսնակ է, ոչ դերասանուհի է։ Այո, ոչ սկսնակ է, ոչ դերասանուհի է, այլ շատ ու շատ տարիների բազմադարյան փորձ ունեցող դերասան Անդրանիկ Հարությունյան։ Ես ներկայացնեմ իմ թիմի մասնակիցներին, ինձնից աջ նստած է համեստ գեղեցիկ ժպիտով ղեկավար անձնավորություն, ուզում մի անգամից շեշտեմ, այո, Մարիետա Դանելյանը, ով հաճախորդների հաջողության ղեկավար է։ Արա ինչ լուրջ։ Այ ինձ էլ այդ հետաքրքրում ինչ է դա, մի քիչ հետո նոր Մարիետան կասի, բայց ամերիկյան համալսարանի նաև ուսանող է։ Արա դե։ Նաև լիք ավեց բաներ ասի, շատ բազմակողմանի զարգացած Մարիետա Դանելյանն է։ Եվ իմ ձախ կողմ նստած է իմ ճանաչած ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը, Լուսինե Աղաբեկյան, մի մոդի երգչուհի, պարզապես շատ տաղանդավոր գեղեցկուհի, ևս մեկ անգամ, Լուսի! Այո։ Արա եկավ, իրա տեսնում եք իր բենդը գովազդում է կասկածելի միջոցով, ոնց որ առաջ է իդեպ նաև ես եկեք շեշտեմ նաև, եթե տենց ընտանեկան նաև բանցելից խոսենք, Լուսին նաև մեր հաղորդման ռեժիսորի կինն է։ Գիտեք որ նրա ամուսինն է։ Գիտեք ով է ամուսինը։ Մայիսը, Հայրապետյան հաղորդում։ Մայիսը, մի հոգի գիտեք, այո։ Արամայիս Հայրապետյանը նրան նույնպես եկեք ծափանենք, հիմա նա իր համար նախատեսված խցիկում միայն իր կնոջն է ինձ թվում է նկարում գեղեցիկ, բոլորից չի նկարում։ Այսօր նայում ենք Լուիսերն էլ է բոլորը այս կողմ թեկած, այն կողմից լավ ավելի թանկ տեսախցիկներն են այն կողմից աշխատում։ Ռոբինը հեռախոսով են նկարում։ Գարիկ ջան, քո մասնակիցներից Մարիետան, դատարկ աձեռն չի եկի այսօր։ Օ, այո։ Մարիետա ջան, այդ ինչ է, ինչ որ նոր հովանավոր ունենք, բայց իշխանի խորոված է։ Ոչ, սա վեգան քաղցրավենիք է, վեգան թխված, որ ես եմ պատրաստել իմ ձեռքերով։ Ես ուզում եմ տեսնել։ Հիմա Գարիկը հիմա այդպես ընդհանուր է ուտելու, այդ ամանով, բանով։ Բայց խնդրում եմ, նա տեստենք եւ հյուրասիրիր մեզ։ Տեստենք եւ տեստենք։ Տեստենք եւ over testy։ So testy, խնդրում եմ, մի հատ Vegan cookies։ Great։ Խնդրում եմ, ինչա Գարիկի դեմքով է։ Եթե Գարիկի դեմքով եմ դունչը կած Ոյսի կոճակներ, հա, մեծ։ Թափվես։ Կարող եմ համտես։ Քուքի է, էլի, հա, համեցի։ Մի րոպե։ Համեցի։ Մի րոպե, ոյ։ Ան, մի հատ ես Մարիետային իհարկե վստահում եմ, բայց առաջինը դու մի հատ գցի։ Բայց ինքը լավ էր փոխում, փշրող չէր։ Քո պատրաստուկին անունա, ես ես միարկյան։ Ես հեսա փոխանցելու եմ, որ դուք բոլորդ մի կտոր։ Բայց Ռոբ ջան, դատարկա ձեռն չգաս այս կողմ։ Լուրջ եմ ասում, սա ուղակի սենց ասեմ, սա ուղակի խոսքեր չէ, որովհետև եթե վատը լիներ, շատ վատ բաներ էի ասել։ Ահա որ համով։
Ոայ շատ լավ։ Ես մայանայից հարկացից հետո երբևէ ոչ միտեղ ոչինչ չեմ հավանել։ Շատ լավ։ Լուրջը ասում մոռացի դու Մարիաննային։ Այս ու Լուրջը ասում է սիշ լավն է։ Ռոբ, բայց ուզում ես մեզ է բեր էլի։ Հա, տուր էլի։ Միատը տարձերոնց, մյուսը տուր։ Չէ։ Թող բաժանեն Խնդրում ժողովուրդը։ ես Անդրանիկի հետ, չէ Անդրանիկի հետ քիչ սա։ Բայց դու մամ հանդիսատեսին էր, էլի։ Ահա որ համով։ Չոք ես գնում, հա։ Ահա Հանդիսատեսի քովը։ Ամեն կարևոր բան ասեմ, էլի մտեք նստեք ստեղ։ Մի բան եմ խնդրում, նկարում եք ես։ Մի նկարեք հեռախոսով։ Լուր։ Նկարահանման ընթացքում շատ եմ խնդրում ոչ մեկ չնկարի։ Կլինի։ Սա որպես պատիժ չեմ տալի ձեզ։ Ահա, մատ փորձեք, էլ մատ ասեք։ Որպես ներկայացուցիչ հանդիսականների։ Շատ թող համով։ Շատ համով։ Սո պատվիրեք համար ծախում եք։ Աբե հիմա տուր, ծոսես մարդիկ փոքրին եւ Ես փոխանցեն։ եկեք տան ասենց ինքը ոնց որ թեթև Իմանան շնորհքով Ժոզեֆինա ջան։ ձեր մարետան։ Սա վերցրու, այդտենց բաժանելով գնացեք։ Ակտիվացեք 3000 մեգաբայթ ինտերնետ առաջարկող Voyage 30 ծառայություն ընդամենը 4000 դրամով եւ օգտվեք ինտերնետից աշխարհի 70+ երկրում, այդ թվում Եգիպտոսում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ավստրիայում, Կիպրոսում եւ այլուր։ Ծառայությունից օգտվելու համար չմոռանաք նախորդ ակտիվացնել roaming ծառայությունը MyViva հավելվածի միջոցով կամ ուղարկելով աստղանիշ 121 աստղանիշ 1 վանդականիշ հրահանգը։ Իսկ roaming ակտիվացնելուց հետո ուղարկեք աստղանիշ 107 աստղանիշ 3000 վանդականիշ։ Սա իմացեք, որովհետև ամենաներվայնացնող բանը, երբ որ դուք ժամանում եք ինչ-որ մի երկիր, որ հենց այդ պահին ուզում եք միացնեք, ասեք մամ ջան, հասել եմ ու մեկ էլ չի ստացվում։ Այս սա ակտիվացեք, որ դա ստացվի, ձեր մայրիկն էլ երկար չսպասի, դուք էլ չներվայնացեք։ Միշտ ես այդ խնդրեմը ունեմ, այո, մամ ջան, ես մամայի Այո, ոչ մեկ քեզ չի գրում, տենց Ես մամայի բալիկ եմ։ Հա։ Ինձ թվաց քեզ ոչ մեկ չի գրում, մամ ջան, հասել եմ։ Դրանից ես ես միշտ Բանես հասել ես, չեն գրում էլի։ Այո, մամ ջան, կգրեմ, շատ չմտածես, ճամփա են գնում վիվանու ես։ Կադրակ ծանոթացնեմ առաջին փուլի կանոններին։ Հեյ։ Առաջին փուլ, մասնակիցներն իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանք տեսնում են առաջին անգամ, կարդում են դա առաջին անգամ եւ պետք է ներկայացնեն իբրև իրականություն եւ չբռնվեն, որ դա սուտ է։ Այս հաղորդման գրավականը դա է։ Հարցերի միջոցով մրցակից թիմը պետք է parzi։ Ստում է։ Դու ես սիրում։ Լակոտ չենք ասա, ախմես ասա։ Ես անգամ միջով այս հաղորդումը գիտեի դու տենց ես, բայց Okay, դա։ ճիշտ պատասխանը մեկ միավոր է։ Սխալ պատասխանի դեպքում միավոր չի գնում ոչ ոքլու։ Սկսում ենք Լուսի ձեզանից։ Փոքր տարիքում ոստիկաններին օգնել եմ հանցագործություն բացահայտելը։ Ինչ հանցագործություն եւ քանի տարեկանում, տարեկանից Հանցագործությունը անկեղծ չեմ հիշում ինչ էր եղել, որովհետեւ փոքր եմ եղել, 8-9 տարեկան եմ եղել, բայց շատ ոստիկանություններ լծվել, գնացել էի տատիկիս հյուր ու այնտեղ ես սովորություն ունեի, տենց խաղեր էի խաղում դրսում, դե քանի որ հետ գնանք 98-99 թվականներ, ոչ մի տենց տեխնիկա չկար եւ խաղերի դարեր։ Տնից տուն էին գնում, որպեսզի հասկանային ինչ որ կասկածելի դեպք տեսել են կամ չէ։ Իսկ եղել է որ ինչ-որ բան բացահայտեք։ Հետո Ես բացահայտել։ Չէ, այդ ընթացքում, թե այդ մի դեպքն է եղել, որը որ հիշեք գրել եք։ Չէ, ինձ հետ է դա եղել ու դա բացահայտվել է։ Հա, հետո ոնց եղավ Կավիճով բացահայտելը։ sense կլաս էի գծում, նաև մարդեր նկարած կավիճով, հա sense։ Հետո եկան ասեցին, էսում եք։ Այդ մարդուն էին բաժանել 5, 4, 3 Մարդու վրա էի դրնում։ Լավ, հետո ոնց բացը, ես ուզում եմ հասկանամ, որտեղ հարցերը շատ են։ Դե դու էնգեր։ Բայց լսեք տանք, ցավը տանեմ։ Դե տվեք պատասխանեմ։ Տվեցինք, որն է բացահայտել։ Բա ոնց բացահայտեցիք, ոնց խնդրում եմ բռնել տվեցիք մեր եղբորը։ Կավիճով գրում էի յուրաքանչյուր մեքենա, որ անցնում էր այդ փողոցով ու Պետհամարանիշները։ համարանիշները, հա ես տենց սովորություն ունեի, մինչև այսօր բլոկ Հետո Miss Marple-ն է, էլի, Miss բլոկնոտը կատակ էր։ Հետո
Դասը դու նստած ասֆալտին ինչ մեքենա անցնա գրում ես։ Ժամանակ խաղ չունեինք, մեր խաղերը դրսի խաղերներ ու տենց կավիճով գրում էի համարանիշները։ Ինչ մեքենա բակ մտնում եք, պետ համարիշները գրանցում եք։ Այո, գրանցում եմ։ Հաղորդել ա ոստիկաններին, Ոստիկանությունը մոտենում է տատիկիս բնակարանին մոտ ու հարցնում է թե տեսել եք կասկածելի դեմք։ Այդտեղ տեսնում եմ, որ ես նույնիսկ իրենց համարանիշներն եմ գրել ու այդպես նկարում են այդ համարանիշները եւ այդպես գտնում են այդ հանցագործին։ Որ դեպքն է բացահայտել։ Ոսի մոտ կներեք։ Չգիտեմ ինչ Եթե դեպք է։ սա շակ աղվեց հիմա անկեղծ սա շատ նախ ողջունելի է օրինակ օրինապաշտ բալիկ է եղել օրինապաշտ բռնել տվող բալիկ է եղել հիմա չգիտեմ ես գովամ թե չէ Իսկ 60-ից արագ անցնողների համարները կարմիրոսեր չէր գրում ուղղակի։ Չէին անցնում 60-ից արագ ինձ։ Այն ժամանակներում այնքան քիչ մեքենաներ կար, դրա համար հասցրել եմ գրել երևի։ հարց Ձեզ ինչ-որ մի բան տվել են, պարգևատրել են։ Չէ, որովհետև ես հետ վերադարձա տուն, հետո եմ իմացել, որ իրենք գնացել են հետ եւ շնորհակալություն են հայտնել։ հա բայց կոչում է բայորի կոչում է էլի Հեսա մոտսա։ Բայց իրոք կարելի էր օրինակ ուրիշ երկրներում ես գիտեմ այսպիսի Դասը 90-ականներին չկար նորմալ խաղեր ու շնորհակալություն։ Ու չկային ոստիկաններ։ Մենակ լուսին ա եղել այդ գյուղում։ Եկեք մտածենք արագ բայց իմ մի րոպե Մի բան էլի հարցնեմ։ Դուք տետր ունեք, հա, տետրի մեջ ուղակի գրում եք։ կավիճով ասեց Ինքը գետին ունի ու կավիճ։ Այդ գետնի վրա Ու հետս բայց ինքը գետինը ինքը միտողանի է թե մատեմի Դե ես սարքում եմ միտողանի այդ ժամանակ։ Բայց հաղթը վերելա, որ այդ ընթացքում անձրև չի եկել, էլի մաքսի հետ գրածել։ Անձրևը ոչ միայն գրածը կմաքրեր մեր պղտոր հոգիները։ Զե խոֆորիզմներ, ես եմ գնալու եմ Instagram բացեմ գրեմ։ Սենց լուսամոտագոգին ցես տխուր նստած։ Հատնակլաս։ Լավ, մի խոսքով ինչ են կարծում Էլիզա, ճիշտ է, թե ոչ։ Արագ։ Ես կարծում եմ ճիշտ չի։ Ճիշտ չի։ Օ, ես հասկացա։ Սուտ է։ Ես ուրիշ բանի հաշվարկում Այո, եմ։ Անդրոնիկ։ Ես մտածում եմ, որ ճիշտ է։ Ես մտածում եմ, որ ճիշտ է։ Ես ուզում եմ համաձայնվեմ քեզ հետ։ Կներես։ Ոչինչ։ Մենք ես եւ Անդրանիկը ավելի փորձառու ու ձյաձեր ենք։ Եվ մենք կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է, եւ ուզում եմ հավատամ այսպիսի գեղեցիկ ավարտով պատմությանը։ Ճիշտ է։ Ցավոք սրտի այս պատմությունը ճիշտ է։ Ճիշտ է։ Անդրանիկ ջան, Էլիզա ջան չմտածես։ Չմտածես։ պատմություն։ Լավ պատմություն։ Այո, Դուրս եկավ, դուրս իրականում եկավ։ ֆիլմի սցենարն է։ Գարիկ ջան, մի հատ խնդրում եմ արագ քո Հավեսով։ պախրայի քայլվածքով։ Իմիջարս կերակ մեջենին համովեր, չէ՞, թխվածքը կերակ։ Տղմասկը լավն էր ժողովուրդ։ Մյուս նկարանմանը էլի կբերի Թոքիա մարեկան։ կերել, որտեղ մնացածը սենց է որ Կարան չեր ասել են ու թոքին ժողոտ։ Ինչ էր Նա ուզում։ մեկ միավոր մեզ նվիրի եւ գնա վեն գիտեղ։ Սիրով։ Զրոն կարող ես չգրել։ Հետո որովհետեւ, նայ, զրոն գնում ես։ Համաձայնեմ լավ, հա, օքեյ։ Զրոն գնում ես, Բայց հետո որ մեկ եք մասնակցել, բան չեն կարել, բայց եղել է։ Խնդրում եմ նստի տեղդ։ Ես եմ։ Դուք եք հարգելի Անդրոնիկ։ Ժորժ ջան, հաճախ ես մտնում եմ խանութներ, ու հիմնականում ամեն օր, սենց ասեմ, եւ փորձում եմ կանացի հագուստներ։ Օրինակ ինչ։ Օրինակ ասեմ, ի սկզբանե հին ժամանակներից 2003-4 թվականներից ինչ նկարահանվել եմ սկեչերում եւ բարբերաբար խաղացել եմ կանացի կերպարներ, ես խանութներ մտնելուց որ փորձում եմ այդ հագուստներ ինչի համար, որովհետեւ նոր հաղորդումներ, նոր սիթքոմներ, նոր ինչ-որ բաներ, որոնք որ հնարավոր է որ հագնեմ դուրս գա, այդ կերպարը փորձեմ ստանալ այդ Որպես կին update լինի։ Այո։ Այսինքն որ շորը, որ հագուստը ինձ կսազի, որն է սազում ու իրականում մեկ-մեկ լինում է, բերում տուն փորձում եմ անկեղծ ու տանում նորից հետ եմ տալի, եթե չի լինում, եթե լինում է նաև պահում եմ, որովհետև մոտակա օրերին ենթադրենք նկարահանում կա, թե գովազ լինի, ինչ ուզում լինի, փորձում եմ դա անպայման օգտագործել, որպես կանացի կերպար։ Այսինքն մինչև հիմա դա անում եք։ Որովհետև կերպարային հնարավոր է որ ստանամ մյուս հաղորդման կամ այսօրվա հաղորդման համար չեմ մտել, որովհետև գիտեի որ սենց պետք է սովորական գամ, բայց ամեն դեպքում եթե ռեժիսորը եւ հաղորդավարները ասեին կանացի պետքա գաս, Ես եթե իմանայի կասեի։ Ես անկեղծ չգիտեի։
գիտեի։ Հիմա կարող ենք դադարդալ մատ գնաս։ Մյուս հաղորդմանը սիրով, Հա? սիրով, Հա? այսինքն որ բանը պատմությունը ռեալ լինի, որ Բայց հավատալի դու լինի։ քանակության կանացի կերպար պիտի խաղաս, որ ամեն օր մտածում ես ստուգես, ես որ Չէ, առօրյա կյանքում տղա եմ, այդքան շոր չեմ հասնում, մտեմ 3 ամիսը մեկ մի հատ Բայց որը որ մտեմ, փորձում եմ, ամեն օր մտնում գար, նայ, կանաց որը որ փորձում եմ իրականում, որը որ ինձ սազում է եւ մտածում Պահում ես։ Հա, երկե առնում եմ, չէ՞, ոչ թե պահում Բայց եմ, դա առնում եմ։ սազացնում ես, Իսկ հետո բանը ինչ ես սրանք անում։ կարմիր կոշիկներ ունեմ, այս բանը Հա, ջան։ սումաչկեն։ Ինձ հետաքրքիր է սյոմկաներից հետո հետ ես վերադարձնում, Չէ, դե դա մնում պահում եմ, ես։ որ հետագայում Դու գարդը Հետագայում էլի էլի խոսքով հնարավոր է, մեծ որ ինչ-որ Խարանք օգտվենք։ քեֆերի բաների։ Ես մարմնավորեմ կանացի կերպար, Հա, որը արտոս, հա, որ տարբեր հագուստներ ունենան, որը որ այտենց Չէ, ամուսացած։ փոխեմ։ Ամուսացած ես, շատ հարցնում են, երեխա ունի, բալ։ Հա, հա։ Ձեր կինն էլ է օգտվում ձեր Չէ, իմ կինը իմ շորերն է հագնում է։ Հա, իհարկե, ես երկու, չէ, իմ կինը մի փոքր ավելի size-ով մեծ է հագնում, որ փորձում ենք երկուսիս համար ենք վերցնում, բայց դե իմը մնում է Նույն շորերից Մի հատ ունեք, նույն S-ը, մի հատ շորերից։ M-ը։ Կա երկուսը կա որ նույնն է, բայց մնացածը։ Երեք չկա դու կինդ աղջիկդ։ Երեքով սես դու շոյրով գնաք հարսանիկ։ Չէ։ Գրակ հարսանիկ։ Կանացի էլի, երեքն է կանացի։ Ես կարծում եմ, որ սուտ է պատմությունը։ Իրականում ես էլ էի կարծում, որ սուտ է, բայց հիմա ասում եմ ճիշտ է, թող Գարիկը որոշի։ Ոտում եմ, որ տենց եք անում։ Ատում ես, բայց որոշի։ Ինչի համար, որովհետև ինձ մոտ 50-50 է, կարա լինի եւ Բոլորիս մոտ։ կարա չլինի։ Կարալինի։ Դրա համար եկեք ես ուզում էի լսեի, հետո նոր ասեի։ Կարծում ես սուտ է։ Սուտ է, հա, Կարծում ես հաստատ ճիշտ ճիշտ է, է։ այո։ Ես Մարետայի հետ եմ համաձայն, ես էլ եմ կարծում որ սուտ է, բայց նաև մի քիչ համաձայն եմ 50%-ով համաձայն եմ նաև Լուսի հետ։ Հիմա որն է, ճիշտ է, սուտա։ Սուտ է։ Սուտ է։ Եվ Բայց դա շատ լավ պատմեց։ Եվ այս պատմությունը սուտ է։ Այո։ Բայց շատ լավ պատմեցին դու։ Գնալ ենք։ Իրոք դες պատմեց։ Ռոբոտը գլուխը բարձր է մի միավորը մեծ տա, առանց ոչ մի կերպ քաշվելով։ Հիմա քո գլուխը բարձր է։ Բայց երեխեք կարող էլի տես լինել, ինչի չհավատացիք ուզում եմ հասկանամ։ Որ վատ Դե ավելի լավ է որ չենք հավատացել։ Ծանոթացնեմ մեր մյուս գործընկերոջ հետ։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, լեգենդար Nokia, ոչ պակաս լեգենդար Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ եւ հնարավորություն տակ ձեր սիրելին, մտերիմին, մայրիկին եւ հայրիկին, որ իրենք ընտրեն իրենց համար նվեր, որովհետեւ կարող է ձեր ճաշակը մի քիչ ավելի հնաոճ է եւ անմակարդակ։ Այդ ինձ ասում ես ինչ ես ինձ նայում, բա։ Որովհետեւ դու ես կողքս։ Հա, լավ։ Ես Էլիզային վստահում եմ։ Okay։ Nokia կա։ Nokia լուրջ ոնց է, իհարկե։ 6300-ներն է, էլի, Չէ, մտածող։ Ասма բա բանակում ինչ են բռնում։ Լսենք իմ սիրելի Պապոյանին։ Մի գիշեր ընկերոջս փոխարեն աշխատել եմ որպես հերթապահ բժիշկ։ Լավ, բժիշկ, այսինքն հերթապահ բժիշկ, գիշերը լուսացրել ես մի գիշեր ու բազմաթիվ մարդիկ այդ օրը ինչ որ վատացել են, կոուսին են մնացել, յասա։ Այո, գիշեր էր, ես այցելել էի ընկերոջս մոտ, զուտ ընկերոջս մոտ այցելելու նպատակով, տեսնեմ ոնց է ինչ անում։ Մի պահ, ոնց որ ինքը ասեց խախանդ էր, էլի ոնց որ մի պահ ասես Ավես չունեմ, այսօր գնամ տուն։ Արա ջրի կանոման ներվերից ազդում։ Չէ, պարզապես մի պահ գնաց կարիքները հոգալու, բայց մի քիչ դանդաղ էր։ Այդ որտեղ է։ Երկար է հոգացել։ Հա, Ես կարիքները Դուբայում հոգալու, շատ Երկար հեռու, ասա։ Երևի բոլոր կարիքները մի անգամից հոգում էր, էլի։ Շատ բացի ուզում Երեխա ասեմ։ ունենալ, բան, տենց Հա, հոգսեր, բայց չկար, երկար ժամանակը չկար, մի 40 րոպե չկար, այդ ընթացքում մի հատ դեպք եղավ, ես եմ խալատով էի, որտեվ տենց նկարներ ենք ուզում անենք, տենց իրար հետ խալատով, իբր ես էլ եմ բժիշկ բան, մնացել էի խալատով, երբ որ մարդիկ սկսեցին ներս գալ, դե ոնց որ Որ թվիներ, ես մենք էլ եմ ուզում քեզ քեզ որպես ճանաչել գարի, չէ։ ինչ։ անցած տարի։ Դե հիմա ասեմ, հեսա կասեմ։ տարի։ Հա, ես որ խալատով եմ, ես գիտեի որ մարդիկ ներս գան, ոնց որ կատակի եմ տալու, ասեմ ոնց որ ես բժիշկ եմ քրիծաղ ենք բան, հետո ընկերս կգա բան կանի, բայց երբ որ մտավ այս մարդը, ինքը Այցելուն։ հա, Այցելու էր, հա։ այո։
Հավատաց որ բժիշկ ես։ Ինքը մուրացկան էր եւ շատ արբած հարբեցող մուրացկան էր ու նա ինձ չէր ճանաչում, ես էլ արդից օգտվեցի, ագին օգնեցի իրան։ Ինչ խորհուրդ էր տվեցին, մտածա։ Եկավ ինչ խնդրով էր եկել, մի րոպե։ Ինչ խնդրով էր եկել ու ինչպես օգնեցի։ Ուրեմն իրան պարզապես դռան դեմը գցեցին գնացին։ Իսկ իրա վրա հալ չկար, երևի շատ էր խմել եւ տարբեր բաներ էր խմել։ Ես էլ ոնց որ սենց օգտեցի, որ նա գնա ինքնուրույն հետ տա։ Օգտեցի փողոցը անցնի։ Հետո վերադառնա, հետո օգտեցի, որ ինքնուրույն պարկի։ Լավ, հետո կասես հարբեցողին ինչ հոգնա արեցիր։ Այո։ Լուրջ արել ես Չէ, հոգնա։ բնականաբար հոգնա չեմ արել, բայց դրանով վախացնում էի։ Բայց Ասում էի, դե որտեվ կար է, հետո դրանցել։ Հոգնան եկավ։ Մտամ։ Բայց ճիշտ ասած, մոտս տենց, ես ընկերոջս մոտ ինչ էի գնացել, ոնց որ մի քիչ տենց մի քիչ խնդիրներ էր եղել, գնացել է ինքը տես շատ խելացի տղա է, գնացել է մի քիչ փիլիսոփայական երեկո էր տես դարձել ու այդ մուդի մեջ է, երբ որ այս մարդուն ընդունեցինք ու սկսեցի իրան խորհուրդ տալ, ասել ինչ ես տենց անում օրինակ, մտքես կարգի բեր, ուղակի ձեռքդ մեկնելու փոխարեն փոքրիկ մի արեստ Գոնե ցույց տու որ անում ես, sense բաներ էի խոսում, վեճը չէր, բայց Հոգու բժիշկ է։ մի սպիրտ կա մի քիչ բան, sense բաներ էր ասում, տեսա հոգնանա դրած այդտեղ, մաքուր։ Դե ասեցի ուզում ես, Պատժեմ։ ուզում ես։ Ուզում ես պատժեմ։ Ասեցի, սա ասեցի միակ միջոցը, որ դու բան անես, ասեց կա մեջը դրա մեջ գոնե սպիրտ կա, ասեցի չէ։ Ինչ ես խոսում։ Այսինքն այս ամբողջ ընթացքում այդ բժիշկը հերթապահ գնացել էր իր կարիքները հոգալու։ Մի խոսքով հետո ոնց լավ նա տեսել ասա ճակատագիր է այդ մարդը։ Ընկերս եկավ, Եկավ եւ իրեն սիստեմա տեղավորեցի միացրեց։ Հա։ Չէ, սիստեմայից հետո ինքը լրիվ տես կազդուրվեց, էլի։ Լողացավ հետո ավելի շատ։ Սիստեմա միացրեց, կարգավորվեց, այս մարդը տես խորհուրդներ։ Սիստեմա ինքը բանով միացրեց, չէր գնաց։ Շամպունով էլի։ Լավ, սպիրտով։ Չէ, ես ասեմ, հա, ես չեմ Չես հավատում, հավատում։ որովհետև գարիկը Որովհետև մի ասա, ես չեմ հավատում։ Ավելի լուրջ բաներ Ավելի լուրջ տղա է։ Ինչ բժիշկի օգնական, ինչ Չես հավատում։ Չեմ հավատում, իհարկե։ Էլիզա։ Եթե չլինեին բազմաթիվ փորձարկումները, հնարավոր է ես հավատայի, որ ուղղակի տենց ոնց որ ներսաբեր է։ Բայց այս մի տվյալ տեսակ փորձարկումների դեմ ես չեմ հավատում։ Եթե այս պատմությունը իրոք ճիշտ է, ուրեմն դու դժողքում Հիպոկրատը քեզ կծեցի։ Դե դեմա մարդը Հիպոկրատը չզբաղացես միջավ ընկերդ գա։ Դա քանի շատ վատ բաներ չես ասա, այս պատմությունը սուտ է։ Օй, լավ, ինչ էր պատմում։ Գցում եմ գարիկ ջան, մի հատ քո այդ Բայց հոգնալու վախացնելն է ինձ շատ կնդալու է։ Թողի շատ կավից չգնա։ Շնորհակալություն, ծափարենք գարիկ եղբորը։ Ահա, լսենք հիմա Ռոբի պատմությունը։ Ես հաճախ անվճար ուտում էի խորոված, օգտագործելով խղճահարության հմտություններս։ Շատ լավ, որտեղ քեֆերին թե Չէ։ այսինքն խորովածանոցներում, ռեստորաններում։ Չէ, նոր չի, դա թողես պատմեմ։ Հա։ Թողես պատմեմ, բայց չանա խոսում։ 10, 12, 13 տարեկան երեխա էինք երբ, կարա 14 էլ լիներ 15։ Այդ շրջան 10-ից 15 տարեկան, չէ 10-ից 15 տարեկան այդ շրջակայքում, դա 90-ական թվականներ։ Որ մենք մտածում ենք, որ մենք լուրջ տղեկ ենք, այդ ժամանակ դու։ 12 տարեկանում դու մտածում ես լուրջ տղա ես։ Հա, 7 դասարից մենք բոլորս լուրջ։ Ես ուրեմն լուրջ եմ եղել։ Չէ, դասա։ Մի խոսքով 10-ից 15 տարեկան այդ միջակայքում, այն ժամանակ 90-ական թվականներ դուք ավելի երիտասարդ Ռոշան փողոց, դու ապրում ես Լեո։ Չէ, հա, ես ընդհանուր այդ խորովածի։ Չէ, խորովածը չէ, Բաքերում, նայեք, մեր շրջակա դիմացի Բաքում, կողքի Բաքում, հետևի Բաքում, որտեղ խորոված էին անում, դե այն ժամանակ ի տարբերություն հիմա չգիտեմ, թե կա Բաքերում մարդիկ խորոված էին Հիմա են անում, կա մարդիկ։ Հիմա անում են, հա, դե Արտիկ կամ որ փող ունեն դեռ։ Դե հա, չէ, դե խորովածը լավ հիմա։ Ու դու ոնց հոտը բռնում ես։ Մենք գտնում ենք այդ ուղղությամբ, բանկերի արանքներով առաջին արգինի տնից բալկոնից դուրս գալով ուղիղ, ասես դեպի խորովածի հոտ։ Հետո։ Ես մեխանիզմը բացատրեմ, էլի ինքը ռազմավարությունը բացատրեմ սրա ոնց էր։ Այո, գնում էինք դե այնտեղ արդեն մեծ տարիքով ձյաձեր էին անում, ինձ թվում է մեր տարիքի հիմա էլի։ Երևի, խորովածեն մենք երեխա որպես գնում ենք, ասես կանգնում ենք։ Լուրջ եմ ասում։ Գնում մոտիկից նայում ես։ Հա, մոտիկից դե նայում ենք խորովածին, դե արդեն դե իրանք նկատում էին, որ հիմա այս երեխեք են եկել են, էսպան։ Պոչը խաղացնում էի, բայց Դե ոչ։ Դա սիրամարք է, չէ՞ դե։
Մի անգամից դե այնտեղ տեղում իրանք տենց օղի էլ էին նաև խմում կրակի մոտ, որտեվ գիտես այդ բան, տեսնում էին, ասում էին արի բալես էլ արի բան, մի անգամից այդ կտրատում էին, բրդուճենյանը տալիս են ուտում էին ու դա իմ եւ ընկերոջս, այո, ռազմավարություններ մեր բակի միասին դա անում ենք տարբեր բակերում ու միշտ աշխատում էր չի եղել գետ մեկ անգամ, որ մեզ չհյուրասիրեն եւ չտան խորոված ու ասեմ խորովածը այդ ժամանակ հիմա կարող եմ մի քիչ ինքը տենց վատ հնչի կամ բան հնչի, բայց ես խորոված տենց դժվար էր ուտելը։ Լուրջ այդ թվականներին սա ինչ որ բան չի։ Հա, դե ինքը լուրջ չէր կարող։ Ու ես բայց ինչ որ անում ես։ Այդ բոմժը չի։ Հիմա կարող է։ Բայց այն ժամանակ չեն կարծում։ Շնայում են, եկան մինչև 10։ Վիրավորում չեմ։ Ամու մեր։ Չկա էլ։ Ամուսացացեք։ Ամուսացացեք երեխաներ։ Խոզ ամուսացացեք։ Իսկ գտել եք արդեն այն տները, որ sense լավ խորոված էին անում կամ շատ էր իրենց խորոված անելու Հարգելի Մարիետա, նայեք, տներ չէր դա։ Ես չգիտեի իրանք որ շենքի տներից էին, ուղղակի Բաքում կար ընդհանուր օգտագործման մաղալ, որովհետև իջնում էին եւ անում էին։ Ես չգիտեի հետո այդ խորովածը ինչ առիթով է ու որ տուն է գնալու։ Մենք գալիս էինք Բաքում, որտեղ էլի եմ նշում, ձյաձերը անում են եւ մենք կանգնում էինք Այդ ժամանակվա խորովածները ավելի համով թե հիմա։ Իհարկե այն ժամանակվա խորովածը, որտեվ ես առաջին անգամ որ կերա արասի Էս ինչ։ Էս ինչ անախեցի։ Այն ժամանակ ուտելու բանը։ Դե իսկ եղել է որ օրինակ ոնց որ դու ընկերացնես կանգնացեք, նայում եք այդպես վիզը ծուր, մեկին տան։ Չէ։ Դու ասես գռմռալոց ես փոքր իրարից։ Էմը չկեցել է ով չուտ հասնի։ Ակերեչը չէ։ Ինձ տալուց ձեռը կծեմ։ Բայց մի հարց է հետաքրքրվել է ակեր։ Ընկերդ կա հիմա։ Ոնց բաճի։ Կա նկատի ունեմ։ Էլի այդ գործով, թե դու գործով։ Կա է թեմայի մեջ, ա նկատում։ Առաջ մեծ մարդը կայացած միլիոնատեր լուրջ։ Արա մեծ մարդը խալեստերինով։ Առաջ դե ժողովուրդ նորմալ մարդ է, բայց նայեք հիմա հարցնում եք խորակ հետաքրքիր բան ասեմ։ Հետաքրքիր պատմություն պատմեմ, Գարիկը գիտի այդ պատմությունը։ Խորովածը ասում եք համը ուրիշ է թե չէ։ Օրինակ Գարիկը գիտեք որ բուսակեր էր։ Գարիկի աղջիկը առաջին անգամ մի օր խորոված որ խոզի խորոված կերավ, անկեղծ ասում եմ։ Կծեց կերով սենց արեց։ Նա եթե երեխեն առաջ անգամ սենց արեց։ Ոայ պապա ջան, ես ինչ քաղցր է։ Սուտ ես ասում ես շատ խնդալու է։ Սուտ եմ ասում։ Արա ես չունեմ աղջիկ։ Այդ առաջին անգամ կերով ինչ քաղցր է։ Եթե նկան արկելված պտուղը մի անգամից տեսոր կերա։ Ասեցի ինչ քաղցր է։ Դե ինչ է կարծում Ռոբը որպես այդ յուրացիկ հայացքի տեր անձնավորություն, ով իր հայացքով կարողացել է ոնց որ այդ բակի շան այդ օրվա պապայը վերցնել իրանով անել։ Գիտես քանի հոգի հետևից այդ տուզիկ մուզիկ խառնոտ, այս սпасել են իրան շանսին ու դու դեմները սենց։ Բայց մի հատ բան ասեմ։ Ռոբը այդ հմտությունները հիմա էլ է օգտագործում սպոնսորների վրա։ Լավ, արդեն լոճվակ։ Լավ է կարծում է Ռոբերտը, չէ, իսկականից իմը ձեռ։ Ապա իմ հետ կատականում եք նորմալ են, ընկերս ուրիշ կյանքով է ապրում էլի, իր հետ կապված ումորներ մի արի կգա Մարետա ջան կգա էլի ցավ։ Ամուսնացած է դա։ Խնդրեմ, ինչ է կարծում ես պատմում Ես Մարետա։ կարծում եմ ճիշտ է, որտեվ ես էլ եմ տենց բան արել փոքր ժամանակ, բայց կանխետներ Կոնկուրենտս է էլի։ Ես եւս կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է, որովհետեւ կարա լինի փոքր տարիքում այդ ամեն ինչը։ Անցած տարի էլ եմ արել, լավ։ Այդ չի, չէ, կարա լինի։ Անցած տարին էլ։ Չէ, դա անցած տարին կատակ էր։ Դե ինչ ընկեր, ես էլ չեմ կարող փոխել ոչ մեր պատասխանը, ոչ էլ մարդկանց կարծիքը քո մասին։ Մեր թիմը կարծում է, որ այս պատմությունը Այս ինչ ես հասե դու։ Այս ինչ սկիզբու, այս ինչ վերջ արա։ Ճիշտ է այս պատմությունը կարծում են իմ թիմակիցները։ Դու քո սիրտը ինչ է ասում։ Իմ սիրտը ասում որ հնարավոր չի, սա սուտ է։ Ապրես, այ դու ինձ լավ գիտես։ Աղջիկներ, այ երկար տարիների ընկերությունը ավելին է անում, քան ձեր, որ դուք նոր եք ինձ ճանաչում։ Այս պատմությունը ճիշտ է։
սոված էի։ Ապա ես լուծամսում չեմ ամաչում, ես իհարկե սոված էի։ Նորմալ չի մի հատ ասեք սա։ Հրավոց է նորմալ։ Գալիս է խփի ինչ անում։ Ես եմ գալիս, բայց ես սոված եմ ուժ չունեմ։ Դու կգրես։ Չէ, բայց լուրջ ես անկեղծ շատ ենք արել։ Իրոք շատ եմ արել, շատ։ Սա Ինչա։ Ճիշտ են պատասխանել։ Ինչ անեմ, ասեք։ Ճիշտ են, երեխեք ճիշտ են պատասխանել։ Այսինքն եղել է Ռոբի հետ տենց բան։ Եղել է, ասացին Այսինքն այդ Ռոբն է եղել։ Այսինքն Ռոբը տենց է եղել, այսինքն Ռոբը տենցն է։ Այդ ընտանիքներով որ մի հոգի խորոված չի կերել Ռոբի պատճառով է եղել։ Սա բերեն է, այդ երեխուն չի ասը։ Ուй։ Ասում են, եթե Հայաստանում ուզում ես բիզնեսով զբաղվել, ապա անպայման պետք է օգտվես ջաքի մեքենաներից։ Հո ես էլ է ջուկի ասում, ես հասեցի։ Ջուկ։ Ասել ջակի, ասենք ջուկի։ Հա, ջաքի չէ, ջակ, ինքը մեքենան է։ GAC, ավելի ինքը լինգվիստիկ առումով, բայց ավելի հայեցի ջակ։ Ջակ, կարելի է այս ֆուրը։ Այս մեքենաներից։ Կարելի է։ Նայեք։ Ջակը, ուրեմն, առաքման համար եւ բիզնեսի համար առաջարկում է ֆանտաստիկ տարբերակներ։ Տեսեք դու հնդիկ առաքիչ ես ու մի հատ պիցա պիտի տանես։ Այս մի քիչ Չէ, մեծածախ, մի րոպե, մեծածախ ամեն, նայեք, այս գեղեցիկ ջակի մեքենան վաֆլին արդեն սուպերմարկետներ է հասցնում, այդ Անդրանիկ ջան այդ վաֆլին սուպեր դատարկ է։ Այո, չէ, հայկական արտադրության, այո, հայկական արտադրության վաֆլի է, ուղղակի Եվրոպայից է բերում։ Ստեղից տանում են ընդ հետ են բերում, հա։ Որովհետև եթե դուք չօգտվեք ջակից, սա իրոք բան է։ Ձեր առաքումը ուշ կհասնի եւ երեխաները վաֆլի չեն ուտի այդ սուպերմարկետից։ Ճանապարհին Բայց ուրիշ հարց էլ կա, եւ երկար ճանապարհ գնացողները գիտեն, որ եթե կոմֆորտ չեղավ մեծ մեքենայի մեջ, անհնար է կարողանաս Իհարկե, դու ճանապարհին, այո, նաև հետևը, ջակերի հետևը կա ինքը ննջասենյակ, ննջարան կա, ննջասենյակ։ Էսա նայեք այս մասում։ Այո, դու կարաս մայրուղիների ժամանակ պատահական ծանոթություններով հոգաս։ Կես ժամ կանգնելով այստեղի ննջասենյակ։ Մի խոսքով շատ եք ջակում։ Հիմա ուշադրություն, ավելի պաշտոնական մասը։ Ուրեմն 0% լիզինգ։ Որտե՞ղ նայում եմ ստեղ ես հետը կրտնել ար։ Ուզես մատերի տեղը։ Մատերից էս տեղը են։ Իհարկե։ Ուշադրություն։ Իհարկե նայում մարդկա մեջ։ Մինա հետ սիրուն չի։ Սա կհել են կտենազով, բայց դու մինայի։ 0% լիզինգ բեռնատար պիկապ քո բիզնեսի համար առանց տոկոսի։ Սա ուշադրի շեք 60 ամիս մարում, 60 ամիս մարում, պաշտոնական 5 տարվա 200,000 կիլոմետր երաշխիք ունի ջակ մեքենաները, ու սա ոչ թե ինչ-որ խապկանք է, սա խապկանք չէ։ Պատրանքել չէ սա, Ոչ էլ պատրանք, այլ ուղղակի մեքենայի արժեքը բաժանած 60 ամիսների, ոչ մի հավելյալ գաղտնի տոկոսիկ եւ գումար չկա, որ դու մի 2 ամիս հետո ջոգես, արա ախպեր, բայց ես կծում են ինձ, ոչ, դու կարող ես վճարել եւ հանգիստ վայելել քո կյանքը բեռնախցիկի ննջասենյակում, այո, կեվարշես, մի խոսքով այս ամենը ցուցասրահում կա, որը գտնվում է Երևան-Սևան Մայրուղու սկզբնամասում։ Ջակ, քո բիզնեսի հուսալի գործընկերը։ Բարետայի պատմությունը լսենք։ Ես հայտնվել եմ ամերիկյան մյուզիկլում հայկական Նինո երգի շնորհիվ։ Բայց Նինոն որ երգ է, մի հատ եկեք ճշտում ենք, հոպ, Նինո մասավ չէ, ես տխուր եմ մյուզիկլի մեջ է։ Չէ, այդ մեկը չէ։ Ալագյազի փեշերը Նինո, պաչեմ յարից դոշերը Նինո։ Դոշերը։ Խորովածը։ Ես տենց եմ երգել։ Ոնց հայտնվեցիք։ Փոխանակման ծրագրի շրջանակներում։ Քեզ տանիցները փոխանակել էին։ Փոխանակել էին Ամերիկայի։ Փոխանակել էին green card-ի հետ։ Չէ, դա եղել է 18 տարեկանում, երբ որ Փոխանակման ծրագրով գնացել եք ԱՄՆ։ Այո, փոխանակման ծրագրով գնացել էի ԱՄՆ եւ դպրոց էի ես այնտեղ հաճախում։ Այն կներես բայց միշտ ինչ ընտանիքում էիր ապրում, ովքեր էին։ Մեքսիկեին։ Հասկացա։ Էմիգրանտերի տանը։ Իսկ քո վրա սենց սպիտակ բաներ կապում են ու անցկացում սահմանը։
Ստավոքսի մեջ։ Ասում են, այս կտասը բեղավոր ձայձային։ Չէ, հենց որ ես գնացի նոր իրանց տուն, ինձ ասեցին գնա դպրոց, պիտի գնաս տարբեր խմբակների բանի։ Ասացի լավ, ոնց ասեք, տենց գնացի դպրոց առաջին օրը, որ գնացի, տեսա մի հատ սենց պատի վրա հայտարարություններ, գրած էր casting, եւ տենց գնում եմ, տեսնում եմ բոլորը բարձրանում են բեմ, ինչ որ այդ մյուզիկլի սենց բաներ են երգում։ Այնք օպերա էր ավելի շատ։ Որ ցիտիկի ձայնը։ Յոդլ։ Ու սենց բաներով, սենց արտիստիկ բան։ Well, alla gazi pesce nino, bavenia nino. Արտիստիկ է էս, այլ Դա պատկերած ասեք այդ բանի արքայդուսի շորերով, ասենց արքայի ազնած զիով գալի բան։ Alla. Ամարի Frozen-ի Let it go, alla gazi։ Բալով խուրջինով կարգով արա բարի կենթանը քաշնասարա։ Լեզուն կտրած տիտը հետո Բարձրացա բեմ, ու տենց չգիտեի ինչ երգեի, մտքիս եկավ բանը։ Ալագյազի փեշերը նինո։ ու երկեցիք։ Իսկ խնդրում եմ, իսկ որ խնդրենք հիմա կերկեք այդ երգը։ Այո։ Գնացինք։ Ես բայց լավ չեմ երգում։ Մենք ոչինչ։ Մենք կդրվել է այդ casting-ը։ Ալագյազի փեշերը նինո, բաչենյալիս փեշերը նինո։ Ալագյազի փեշերը նինո, բաչենյալիս փեշերը նինո։ հոպ նինո հոպ հայտի հոպը իրանք կանգնացրեցին հոպ հերիքա Stop են տվել, հոպ։ բայց դու կարել քո անվան երգը երգեի Սիրուն ես դու մարետա քնքուշ շուբարի դու ես միակապավեն իմ բաբոքյանքի ես չկրով ես լաս կլինեմ ես թե հեռանաս ինձանից շատ կտխրեմ ես մարետա ծաղիկներ եմ հավաքում ու կեզ նվիրում Ինձ նվիր։ Ձեզ էլ պիտի կանչեին այդ մուզիկին։ մի խոսքով ես երաժշտական սենց գեղեցիկ բանով դու ասա հավատում Ոչ, ես չեմ հավատում։ Այ միամիտ Ես չես հավատում Չէ, երբ չեմ Չես հավատում հերիքա դու հավատում ես Էլիզա Չէ, Չես չեմ հավատում։ հավատում, որտեղ Ապրես։ մի պահինք ոնց որ այդ գրանցման Հասկացա, չես հավատում։ Մի Դուք չեք խոսք չեմ հավատում, ես չեմ Մոռացել Ես չեմ հավատում։ էի, Հասկացա, ես չեմ հավատում, իսկ սա Այովա նահանգին տիպիկ պատմություն է։ Այսօր հավատում եմ։ Հավատում եմ, բայց Տիպիկ այովացու։ բայց ուշ է։ Ես ձեզ հետ եմ, այս պատմությունը սուտ է։ Ալագյազի Վեշերանինո, մարետան բոլորիստանինո։ Ծապարեք, մարետային ապրես մարետա ջան, ապրես։ Գեղեցիկ, համեստ, երկեցիկ աղջիկ ես, մյատ կենաց ասա։ Էլիզա ջան դուք եք։ Ես սիրում եմ պատկերացումով նկարել հայ հայտնիներին կիսամերկ վիճակում։ Կոչվում պրոստը պատկերացնել իրանց տկլոր։ Չէ, ասենք թե քեզ օրինակ Բադրջանի տեսքով որպես վեգան։ Բայց Դու Բադրջան ես։ պատկերացնով նկարելը էդի նույնը չի, որ ուղղակի պատկերացնում ես, թե սենց գույներով բանով, սկզբից այդ Չէ, կոնտուրներն ես ես գույներով մտքիս մեջ։ նկարում եմ հայ հայտնիներին։ Հիմա մոտավոր բացատրեմ ոնց։ Կարիք ինչ գույն է։ Ես ավարտել եմ Թերլեմեզյան քոլեջը։ Այնտեղ մենք սկսեցինք նկարել 3-րդ Որտեղ մրձինը թանկ կուրսերում։ 3-4 կուրսերում մենք սկսեցինք նկարել կիսամերկ բնորդներ։ Օրո ջան։ Ու ես այդպես սկսեցի շատ ինձ դուր եկավ ոնց որ այդ կիսամերկ բնորդներին նկարելը, որովհետև ինքը շատ գեղագիտական էր։ Ես կարողանում եի յուղաներկերով իրան սենց սիրուն տեսնել, պատկերացնել, նկարել։ Այնուհետև այդ դարձավ ինչ-որ սենց կողքից, ճիշտ է, ես հիմա չեմ զբաղվում այդքան նկարչությամբ, բայց ինքը դարձավ իմ համար ինչ-որ կողքից հոբբի, այսինքն ոչ միայն հայտնի մարդկանց, այլ նաև իմ սիրելի մարդկանց, ում որ ես սենց շատ սիրում եմ։ Մամա, պապա, քույր։ Հա, իրանց չէ։ Դե սիրելի, ես սիրելի մարդիկ ես սիրելի մարդիկ չեմ, մամա, պապա, քույր։ Դե բայ Ես ոնց որ իրանց դեմքը նկարում եմ եւ պատկերացնելով իրանց մարմինը, լրիվ մերկ չէ, էլի կիսամերկ նկարում եմ։ Օրինակ հայ հայտնիներին էլ եմ նկարել։ Ում եք խնդրում եմ, ես ուզում եմ իմանամ ում եք նկարել հայ հայտնիներին։ Նա դիշը մեկին նկարը հենց հիմա կպատմեք, եթե վերջացել եք, էլի նկարը։ Ինձ օրինակ նկարել եք։ Նկարել եմ օրինակ, չէ, ձեզ չեմ նկարել։ Սոս Ջանիբեկյանին եմ Օրո, նկարել։ Մեսոր Ջանիբեկյանին ինչքան ժամանակում եք նկարել։ Իմ հիշելով ես ոնց որ սկզբնական փուլը, քանի որ յուղաներկով եմ նկարել։ Դու սպասեք չորանա։ Սպասեք սոսի պտուկները չորանա էլ։
Դե կիսամերկ է։ Լավ, ասեմ, քանի րոպեում եմ նկարը։ Լավ, ասեմ, արդեն չորացել է այդ մասը։ Ասեք չորաց ավելի։ Հատուկ նիտրոյով արեք, որ շուտ չորանա։ Մոտավորապես նկարել եմ 4 ժամ։ Ես իդեպ մի նկարներիցս մեկը վաճառել եմ։ Ում Սոս Ջանիբեկյանին։ Չէ, Բայց վաճառել է սոսի, որ չհրապարակի։ Սոս Ջանես նկարը արդը չգցեմ ինտերնետում։ Իսկ որն է ավելի լավ վաճառվում, որը որ ավելի բաց է, թե Կախված է իրականում նրանից, թե ես ոնց եմ Կախված է, պատկերացրել, ոնց եմ նկարել, որովհետև հիմնականում գույներին են ուշադրություն դարձնում։ Գույնային գամը։ Բայց մի քիչ մեկը մի տեսակ ցենց աբի ոնց ասեմ նեղվածություն չկա որ դու իմանում ես քո տրուսիկո նկարը Ֆրանսիայի Անկես ասում երթ մեծ Ոնց երթվում եմ ես կուզենայի։ Մատխնդրում Վիեննա ուղարկի էլի Ալեմանով քեզ եմ օրինակ բերում ցանկացած ուրիշ նորմալ մարդ որ իմանում է հայտնիներից մեկը չեմ կարող հիմա ասել իրականում ով բայց ինքը շոմեկի տանը կախված է հիմա Կախված է ասեմ մեր չասեմ տանը։ Հա, ինքը ինձ գրեց, իրան ոնց որ իր ծանոթները ուղարկել էին, ինքը ինձ գրեց, ասաց շատ եմ հավանել այս նկարը, ուզում էր առնել ինձնից։ Ես ասացի, ես բնականաբար ձեզ այդ նկարը կնվիրեմ։ Փրկվեր է դու ասում։ Ու ոնց որ առավ ու նվիրեց իր կնոջը, կինն էլ է հայտնի։ Ուղղակի չեմ ուզում ասեմ ովքեր են։ Մարդուկի կիսամերկ նկարեն ուրիշ տղամարդու առել։ Չէ։ Ես օրինակ մեր տանը մեր վաչեի նկարը տկլոր կախած է։ Լրիվ մեր ամբողջովի մեր այսպես վաչեի նկարն է։ Ինքը ոնց որ իր կնոջ Խնդրում համար եմ եւ պահանջում Ռոբի կիսամերկ նկարը։ Ես սիրով, լուրջ եմ ասում, ես նույնիսկ սենց ասեմ։ Մերկն եմ օքեյ։ Չեմ զբաղվում նկարչությամբ, բայց ես սիրով Ես զբաղվում եմ։ Ես սենց ասեմ, ես կլինի իմ համար ստիմուլ, որ նկարեմ։ Ես խնդրում եմ կլինի ես վաճառեմ այդ նկարը։ Հա, իհարկե։ Ով որ տես խեղճ դեմքով գա։ Խորոված է։ Ես նայես ստամ։ Սիրով կնվիրեմ Ռոբին։ Շնորհակալ Ռոբա, այ Ռոբը Ռոբա ունի այդ նկարներից, ինձ նվեր։ Ռոբա աճուրդի միջոցով մի րոպե, Ռոբա աճուրդի միջոցով հատուկ մուրճով կգա եւ կվաճառի այդ նկարը։ Ոչ չեմ ուզում մի բան ասեմ ինձ է բռնի նկարը։ Քեզ նկարը։ Քեզ իմ մարմնով է նկարելու։ Շատ բարի, շնորհակալություն ես պատմության համար, ու հետո կրկիր պատմություն էր։ AI-ն է հիմա դες բաներ անում։ Ես հավատում եմ, որովհետև ոչ կիսամերկ, բայց լիքը արտիստների նկարում են եւ այդպես ուղարկում են ու հարցում են դուր գալիս է կարող են փոխանցել, չէ, կիսամերկ, բայց հավատում Մենք ձեր սորի բաժնում բան, ասես բարեր կա։ ես հավատում եմ։ Մենակ կիսամերկ չէ։ Ես էլ եմ հավատում, որովհետև պատմությունը շատ դրամաբանական էր, սկսեց թե որտեղից է սովորել ու որտեղից է եկել այդ կիսամերկ նկարելու հմտությունները, ու հետո արդեն եկավ վաճառքին։ Մեր թիմը հավատում է այս պատմությունը, Էլիզա ջան, մերոնք ասում են, որ ճիշտ է։ Կիմանաք այս պատմությունը ճիշտ է թե ոչ գովազդային դադարից հետո։ Օ, ակտիվ եք դուք այսօր։ Այս պատմությունը սուտ է։ Այո, ինչ եմ ուրախանում, ընկերբան։ Այո, Էլիզան վարպետորեն մոլորեցրեց։ Վարպետորեն մոլորեցնում էր։ 2-2։ Մենք գնում ենք դեպի հաջորդ փուլ, ծափարությունը։ Մեր գործընկերն է The Energy ընկերությունը, որը Todd բրենդի նորաձև վարդակների եւ անջատիչների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ոչ, որակ եւ հուսալիություն յուրաքանչյուր մանրուքում։ Համոզվելու եւ գնելու եւ վայելելու համար կարող եք այցելել Վարդանանց 28, նրանք ունեն նաեւ կայք dnrg.am։ Ասեք, որ երբ որ տունը լավ վերանորոգած է լինում, ամեն ինչ լավ է լինում, բայց այդ մի հատ վարդակը, որ լավը չի լինում, ոնց է ներվերի։ Իհարկե, սենց ասեմ, ես Todd բրենդի վարդակներից օգտվել շատ ճիշտ է եւ ես այնպես եմ վերանորոգել իմ տան բոլոր այս վարդակները եւ անջատիչները, որ կյանքում չօգտվեմ երկարացման լարերից, սենց ասեմ, ցանկացած տեղ, որտեղ մեր տանը նստում ես, դու կարող ես լիցքավորել քո հեռախոսը, լիցքավորել քո փոշեկուլը կամ չգիտեմ։ Ռոբենսոնը 2-2-ի վրա է, եթե ուզում եք պատկասել։ Մի հատ վարդակ ունի, երիկում է, որտեղ էլ նստում ես, կարողանում ես ձգվես։ Հենց ճիշտ է ասում։ Լավն է, ես սիրում եմ քո հումորը։ Եվ մեր ընկերներին եւ մեր մասնակիցներին նվիրում են 20%-անոց զեղչի կարտեր The Energy ընկերության կողմից։ Ունեք կարիք վերանորոգման։ Վերցրեք եւ օգտվեք, այո, վերցրեք եւ օգտվեք Անդրանիկ ջան, ձեզ նույնպես։ Նվեր դուք ունեք վերանորոգման Այո, կարիք։ հենց հիմա այդ խնդիրների Լուրջ եմ ասում, 20% զեղչ ձեզ որպես սիրված դերասան կարող եք գնալ խնդրել եւ 30% կանել։ Եթե մոտենաք եւ ասեք խորոված Ռոբերտ, 30% կունենաք։ Պրոմո կոդը խորոված Ռոբերտ, հիշեք։ Խնդրեմ։ Ձեզ էլ նույնպես։
Այժմ եկավ ժամանակը, որպեսզի մեր տաղավար այցելի կասկածելի հյուրը, իսկ այս անգամ կասկածելի հյուրը գալիս է Ռոբի թիմի մոտ։ Բարձր դպրոցներով կասկածելի։ Լավ, մինչև կասկածելի հյուրը գա, ես նաև ուզում եմ կանոնները ընդունել։ Կանոնները կասկածելի հյուրի ներկայությամբ կարող ես կարդալ։ Ողջույն, սիրելի կասկածելի հյուր, ով շատ նման է Անդոյին։ Մազերով։ Իդեպիկը գլխակ դրել է, որ չբռնվեք, մազերով է արդեն Անդոն։ Լավ, խնդրում եմ, կարող ես կարդալ։ Ես Անդոն է եկել։ Չի կարա ուրիշի մոտ եկած։ Լավ, Անդոն։ Լավ։ Շատ բարի։ Փուլ երրորդ։ Այս փուլում հայտնվում է մյուս Անդոն, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ։ Կամ ոչ ոքի հետ կապ չունի։ Մրցակից թիմը պետք է պարզի, թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի Անդոն։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում միավորները անցնում են մրցակից թիմին։ Ես չգիտեմ ձեր կողմից էլա դες նման ոնց որ մեր կողմից։ Ոյ չեք կարես, դες ման չի լինում։ Խնդրում եմ, մինչև Անդո խնդրում եմ արի, էլի խնդրում եմ։ Արի կանգնի։ Ոյ չկասես բան։ Որը ոնց կարա կոմոտ եկած չլինի։ Արի խնդրում մեր կողմը գա։ Հիմա Արի վրեժ ջան, արի։ Միա ժակետը դու։ մի վարկան, չէ ես Անդոյին կանչեցի որ իրար կողք տենայինք, ինչի՞ Խնդրում եմ վրեժ ջան։ Վրեժին ինչ ասում եք Վրեժան արում, կներես արում, քեզ նեղություն ենք տալի։ Մի հատ խնդրում եմ իրար կողք կանգնեք։ Հիմա երկուսով թեքվեք աջ, որ դալիճը տեսնի մեր ռակուրսից։ Խնդրում եմ թեքվեք աջ, խնդրում եմ։ Մի հատ Մնացեք։ Ո՞ւր մարտա։ Ամսոս պարիկս չեմ վերցրեք, ար։ Լավ, Ոյ, արի։ Վրեժ ջան։ Նստի։ Ինչ է կատարվում։ Ուրեմն իմ ընկերն ա Վրեժն ա։ Մենք միասին շուտով արտադրելու ենք պանդայի տեսքով էներգետիկ ըմպելիք, որը կոչվում է պանդո։ Վրեժնա, լրագրողա։ Ես նրան ստիպված վերցրել եմ աշխատանքի, որովհետև իմ դեմ կոմպրոմատ ունի։ Վրեժնա, Անդոյի իմ համար ախպերը։ Ընդ ճոքինա գնաց, Վրեժ, Անդոյի ախպերը։ Վրեժնա, իմ համար երկեր ու բանաստեղծություններ ա գրում։ Սկսենք Անդոյից Ձեր ընկերն է։ ինչքան ժամանականկերություն եք անում, էլի։ Մեր բակից է, ճիշտ է ինքը տարիքով մի փոքր է, բայց քանի որ ինքը շատ տաղանդավոր է այդ համային, տենց հետաքրքիր գամաներով ստեղծում է ինչ-որ բաներ, ուտելիքներ, սալատներ է ստեղծում, այո, աղցաններ, բաներ, ու ես հասկացա, որ ինքը նաև կարող է անել Օրեն ինչ համով վինեգրետ է, մեկ էներգետիկ ըմպելիք շան ենք իրար։ հիմա Բայց բացահայտում եմ ամբողջությամբ մեկ։ Այդ պարֆյումերն այդ ամեն ինչից հետո ես հասկացա, որ կարելի է, քանի որ ես էլ մի քիչ այտենց ուշ ուտելուց հետո ուշ եմ հասկանում համով չեն ինքը այտենց մի հատ խնդիր ունեմ էլի ես իրական ինչ խնդիրակ ես ուտելուց հետո ուշ ես ինչ հասկանում։ ուշ եմ համային զգացողությունս մի տեսակ համային ռեցեպտորները Այո, օգտագործի այդ բառը Կարող է այսօր 3 այն ուտեք, վաղ առավ դու ինչ կծու էր, այս ինչա։ Այս ինչա։ Այսօր ուտելիք է, հետո 3 օր հետո ասում եմ, «Արա ես չեմ սիրում այս»։ Բառած է։ Աղեքի չէ։ 3 օր հետո։ Հա, բայց ըմպելիքների հետ կապված մենք հասկացանք դե շատ ըմպելիքներ կան հայկական արտադրության եւ մենք մտածեցինք, որ քանի որ այդ տեսակ տաղանդ ունի Վրեժը մենք մտածեցինք, որ միասին ես ոնց որ գումարը դնեմ ինքը ավելի ստեղծող տարբերակ կլինի։ Ուր դրիր այդ գումարը։ Գաղափարը իմը լինի ֆինանսական միջոցները իմ կողմից լինի, իսկ իրանը ավելի արտադրողական։ Առաջարկ։ Իսկ կարող է պանդո չլինի ավելի երկար, պանդրանիկ։ Չէ, պանդոն ինքը ավելի հեշտ մարսվող Հասկ ավելի հեշտ կասեմ, պանդո, հասկացա։ Շատ շնորհակալ ենք այս պատմության համար հարգելի Պանդո, եթե հարցեր չունեք, անցնենք Ռոբին։ Այո, լրագրող է Վրեժը։ Լրագրող է եւ ունի կոմպրոմատ եւ դու աշխատանքի ես վերցրել Արմենիա հեռուստաընկերությունում, այո, որպեսզի այդ կոմպրոմատը ջրիերես դուրս չգա։ Ինչ կոմպրոմատ։ Ուրեմն անցած, ասում եմ, Ամրանը լողավազաններից մեկում ես
10-12 կիսամերկ եւ լողած եստով աղջիկների հետ, չէ, աղջիկների հետ նստած է եւ նա նկարել էր ինձ ֆոտո էր արել։ Լավ, դուք 12 տկլոր աղջիկներով նստած ինչ եք անում։ Տկլոր չէ, խնդրում եմ, մերկ, ճիշտ բառը ճիշտ ողա։ Մերկ եւ կիսամերկ չէ, եւ մեր կիսակի աղջիկների զվարճանում էի։ Դեմբիլզերյաններ եք, Ես բաներ եք անում, ասած։ Իրեք դու լավ նշեցի, եթե Դեմբիլզերյանը կարող է իր մոտորանավակներով եւ լողավազաններով եւ այդ ամեն ինչով վայելել կյանքը, ես ինչով եմ պակաս։ Ճիշտ է, մի քիչ մարմինս ավելի լոխում է։ Ինքը ավելի ժելե է, քան Դեմբիլզերյանի մարմինը, իմ մարմինը։ Ավելի էներգետիկ ըմպելիք է մարմինը։ Ինքը ավելի դոնդող մարմին է իմը, բայց ես նույնպես ուզում էի։ Ես մոտիկ իմ ծանոթ մոդելային արտաքին ունեցող աղջիկներին տենց զանգարեցի, մեջը կային նաև այլազգի աղջիկներ եւ միասին զվարճանում, հահա, հիհի։ Իրոք ըմպելիքներ, պաղ-պաղակ, բան, մեկ էլ նկատեցին, պապարացին, ինչպես է կոչվում, պապարաց։ Հեսա գլուխը թփերի արանքից։ Բայց հենց այդ կադրում կոնկրետ ինչ դիրքով եք դուք։ Անդրեյ, ինձ այս դիրքով էր նկարել։ Ես բանեմ, մեր աղջիկն է։ Կիսամերկ, հա, այս դիրքով է։ Մի հատ այս նկար։ Չէ, իրոք, այս մի հատ այս դիրքով մի աղջիկ է, մյուսն էլ այդ նարգիլ են տալիս էր, ես այս եմ։ Բայց սա գլուխներ թե ինչներ։ Հա, գլուխեր, բայց ուղղակի մազ կար, մի քիչ հաճելի էր։ Իրոք այս վիճակով մի քիչ ինքը լկտի այսպես վիճակ էր։ Այսպես նկարել էր ինձ։ Դե անվտանգության աշխատակիցները բռնեցին, բերեցին, ասեցի ջնջի բաման, ասեց չես կարող ջնջել, որովհետև ես արդեն ուղարկեցի։ Սերվերի վրա ինչ։ Այդ հետապնդման ընթացքում արագ կարողացել էր ուղարկել ընկերոջը, իմել ոչ մի բան ոչ կարող էինք հեռախոսից ջնջեինք, ոչ հեռախոսը կոտրեինք բան։ Ես գտա տարբերակ, չէ, նույն օրը ես մտածեցի բան համարը դե վերցրեց բանმა, դե նայեք ինքը տենց զանգեցի մի քանի օր հետո, բա վրեժ ջան, արի ես խնդիրը լուծենք միասին, էլի, մի հատ հասկանանք։ Ես քեզ չեմ կարող հիմա կաշառք առաջարկել, գումար առաջարկել, բայց կարող եմ նաև առաջարկել եկամտի աղբյուր։ Լավ, գեղեցիկ կլորիկ գումարով, այդ կլորիկ գումարով խնդրում եմ թաքցնես այդ կլորիկ նկարները։ Այո, եւ միասին մենք այսպես համաձայնության եկանք, նա անցավ աշխատանքի Եվ լավ է որ ոչ ոք չիմացավ։ Այդ նկարը չտեսան, նայ, ես էլ չտեսան, հիմա Տեսա, բայց կամ ենք կարանք մի օր։ Ես անկես ասեմ մի հատ, չէ, վրեժ հետո պարզվեց կարքին տղա շփվեցինք հետ արդեն, բան, հիմա վրեժ հետ ենք տենց տեղեր գնում։ Սելֆիներ անում։ Հա, մի հատ նկար կա, ես քեզ հաղորդումից հետո անպայման ցույց կտամ։ Շնորհակալություն Ռոբի այս ամբռնազբոս Ռոբերտիկի բավացքի պատմությունը շատ լավն էր։ Խնդրեմ, կարող ենք երգեր եւ բանաստեղծությունները ձեզ համար գրում։ Վրեժը ինձ համար գրում է երգեր ու բանաստեղծություններ հատուկ իմ համար, ունի երգեր, որ վերափոխված է։ Cover-ները, հա։ Իմ անունով, հա, հայտնի երգերը վերափոխում է իմ անունով, բարձր երգում է հաճախ, բանաստեղծությունները մինչև ինձ չի ուղարկում, ամեն օր ինձ մինչև չի ուղարկում բանաստեղծություն հատուկ իմ համար գրված, ինքը չի քնում։ Ժամ կա, բայց ինչ-որ schedule կա։ Հենց ես պարկում քնելու, արդեն գիտեմ, հեսա վրեժը ուղարկել։ Այսինքն վրեժը սիրահարված է։ Չէ, վրեժը սիրահարված չի։ Տժում է։ Բայց սիրահարված Բա ինչ անում է։ Վրեժը ուղղակի սիրահարվածն է։ Չէ, սիրահարված չի վրեժը։ Վրեժը ուղղակի ունի սիրած աղջիկ։ Ես գիտեմ։ վրեժն է սիրած։ Չի կարելի, բայց լավ է։ Բայց քեզ վրեժը բանաստեղծություններ ու երգեր ուղարկում ու դուք չեք իմանում այս տղեն ընկերուհի չէ, թե չէ, բայց եկել կասկածում որ ձեզ ասում։ Ընկերուհի ուներ, այդ ժամանակ էլ էր ինձ ուղարկում բանաստեղծություն։ Դրա համար էլ չունի։ Չէ, մենակ իմ մասին չի գրում։ Ինքը տենց տարբեր աղջիկների բարբերաբար ուղարկում է։ Իսկ սիրո վերաբերյալ բանաստեղծություններ ու երգեր, թե հայրենիքի։ Չէ, սիրո այդքան սիրո չի, ավելի շատ ոնց բանը։ Էլիզ ասելիս ծնկները սալվում են։ Էլիզա դու իմ հայրենիքն ես։ Բայց անկեղծ եմ ասում, սիրային չեն իրանք։ Ավելի շատ տաղանդաշատ եւ սքանչելի Էլիզա, քեզ համար ինչ ասած բաներ ա գրում։ Շարունակությունն էլ քեզ համար։ Լավ, հիմա մի վարքյան։ Ուզում եմ
Հարցնել, ասացի որ նաև վերափոխում է երգեր։ Այո, Կանոնով է երգերը դարձնում, որ երգն է վերափոխել քո անունով։ Երևանի սիրուն աղջիկը վերափոխել է իմ անունը։ Երևանի սիրուն Էլիզ ես վերափոխեմ։ Ասма քո մասին է։ Էլիզ ունքեր։ Իսկ ոնց է անում voice-ով երգում ուղարկում, հա, թե Եղել է voice-ով էլ է երգել ուղարկել, օրինակ ծնունդիս օրը հատուկ մի հատ երգեր գրել իմ համար, տենց բաներով։ Շարժում են ձեռքերը, Էլիզի պարը, ծապ, անունները փոխում Հա, ուղարկում։ իմ ծնունդին ինքը բանը, տենց voice-ով սենց երգել էր երկար, ուղարկել էր ինձ։ Ինձ համար իմ Էլիզիարը Անգետան։ Հետո սենց մի հատ բան ունի, միշտ ասում է Էլիզ, Էլիզ։ Էդի բայց ո՞նց անում։ Էդի վիդեո, բայց էդի վիդեո անում, վիդեո Էլիզ։ Իսկ էլի տարբեր աղջիկներ եմ ուղարկում։ Էլիզ։ Հենց ինձ տեսնում ես, Վարդուհի։ Էլիզ, Էլիզ, ու ինչ-որ բան է սկսում երգել կամ։ Հաբե գուսան է, լուրջ մերօրյա կարելի է ասել մերօրյա գուսան է։ Գուսան։ Այո, Կարելի է չէ՞ վերասել գուսանների։ Բանը առաջին տեղն է գրավել Վրաստանում։ Ամենալավ Էլիզ։ Բայց ինչ դահուկներով բան ուրիշ կապ չունեցող։ Ամենալավ Էլիզ ասելու մրցույթը։ Ցույցում հաղթող է ճանաչվել։ Իսկ որ հավաքում եք տենց Անդոն գա։ Անդոն իդեպ ոչ, եթե տեխնիկա կանալու, Անդոն գնաց Փշոնանի գա։ Անկեղծ, որովհետև տանջվում էր, ընթացքում ասում է, «Ել չեմ դիմանում գնամ»։ Ասում Անդոն ջան, նկարում։ Բայց որպեսզի հաղորդումը չտուժի, եկեք բոլորս գնանք։ Չէ, հիմա հուսանք խնդրում եմ, այս Անդրանիկի խոսափողը անջացեք ճլճլոցը չլսի։ Պոշկեկի ավազի խլխլոցը։ Չլսվելի։ Ջան։ Մի խոսքով կներեք։ Սա ուղղակի բացատրություն ինչու գնաց մեր եղբայրը։ Եկեք ծափարենք Անդրանիկը։ Անդո ջան, բրավո։ Հարությունյանին նստեք։ Եկեք Անդոյի մեյքափը թարմացնենք, որտեղ ուրիշ գույնի վրա եք այն ժամանակ մեյքափ արել։ Հիմա ուրիշ գույն է դեմքը, ավելի հանգիստ։ Այմա ավելի հանգիստ է, հա։ Այո։ Շատ բարի, ունենք հարցեր Էլիզին։ Վրեժը շատ հետաքրքիր հյուր այս, երեք պատմությունները շատ հետաքրքիր էր։ Այո։ Գնում է սուպերմարկետ։ Մի վարկան ես։ Խոտ տված էր թողը։ Մեջը շատ ակտիվ է։ Չեյսի։ Այ, կրծամնա, մեջը շատ շարժեցի։ Ինչ կասեք, ում մոտ է եկել վրեժը, Արագ։ կամ միգուսի է նաև Ոչ վրեժը մեկի չի հյուրն է։ եկել։ Արագ։ Այո, ոչ մեկ, ոչ Բայց մեկ։ ոչ Ոչքի մոտ չի եկել։ Ոչ մեկի մոտ չի եկել։ Ես մի քիչ հակված էի, որ Անդոյի հյուրն էր, բայց Անդոն գնա։ Խնդրում եմ մի բացառեք իմ հաճույքները։ Անդոն։ Խնդրում եմ մի բացառեք Լուսին բացառում ասում։ եմ քոնը, Լուսինե ջան, դու ինձ լավ չես դիզայնը։ ճանաչում։ Արամայիսը հետս էր։ առավել եւս բացառում եմ։ Լավ, արագ։ Ես կարծում եմ ոչ ոքի մոտ չի եկել հյուրը։ Ոչ ոքի։ Գուշակեք ինչ։ Ես էլ եմ կարծում, որ ոչ ոքի։ Մենք սոլիդար ենք մեր պատասխանի մեջ եւ մենք բոլորս երեքով միահամուր ուժերով ասում ենք, որ վրեժի նմանակ Անդոյի պատմությունը չէ հաստատ, ոչ Ռոբի, ոչ Էլիզի։ Վրեժը պարզապես պատահական անցորդ է, ով եկել է կասկածելի։ Վրեժ ջան, խնդրում եմ ներկայացեք դուք ով եք եւ ում մոտ եք եկել։ Ես վրեժն եմ, քո աչքերի անհատակ ծովում։ Վրեժին եկեք բարձր ծափարենք, Անդոյի դեմքով մեզ շփոթեցնելու համար եւ ուշադրությունը Էլիզից տանելու դեպի Անդո, շնորհակալություն վրեժ, որ եկաք։ Վրեժին եւ ուղեկցում ենք դեպի Ուղեկցենք գրադարան։ վրեժին, շնորհակալություն ձեր պատմությունների համար։ Սա ընկերներ, արժանի հաղթանակ է։ Բան չունեմ ասելու, Խնդրում եմ, մեզ միավոր։ Եվս 3 միավոր ես։ Որպես տեսար կներես, էլի տեսար ոնց մտավ։ Քո աչքերի պղտոր փայլը։ Արդեն հոգնել արայի կալագրել։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ բանը, այն Ուրիշ բան է ասել։ ուրիշ բան պետք է երգեր։ Սա երկում է, Չէ, արտասանորը շնորհակալություն։ Շնորհակալություն իմ թիմակիցներ, Անդրանիկ ջան, Շնորհակալություն։ Հրաշալի խաղեր, սա կասկածելի երեկոներ եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։